Ողջույն գործարարալիքի և լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 և 5 հաճախականությամբ կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում, եթերում է հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Գաբրիելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Այս տաղավարում մենք ձեզ հետ էլի զրուցել ենք շքերթային տրամաբանության մասին, դրա ռուսական մեզ մոտ դրա ռուսական ժառանգություն լինելու մասին եւ այսօր էլ ուզում եմ մի փոքր անդրադառնանք այդ թեմային կապված մայիսի 9-ի ամենամյա անցկացվող Ռուսաստանում հաղթանակի շքերթի հետ, բայց այս տարի մի նյուանս կա այդ շքերթում, ըստ պաշտոնական հայտարարությունների ռուսական կողմից շքերթին չի լինելու ռազմական տեխնիկա, որը ամեն տարի լինում էր պարտադիր եւ հետաքրքիր կարծիքներ կան, որ տեխնիկան չի հերիքում, այսինքն ռազմադաշտում է, կարծիքներ կան, որ վախեր կան ուկրաինական անօդաչուների հարվածների, քանի որ հենց այդ հայտարարությունից մեկ օր առաջ Մոսկվայի արևմտյան հատվածներից մեկում երկու անօդաչու սարք խոցվեցին ուկրաինական, երևի էդ էլ ցույց տալու, որ հասնում են Մոսկվա երևի սարքերը, այդպիսի կարծիքներ կան, այլ ինչ կարծիք եք դուք, ինչու չի ցուցադրվելու ռազմական տեխնիկան։ Առաջինը մեր ու Ռուսաստանի տարբերությունը, ասենք իմ վերաբերմունքը մեր շքերթներին եւ Ռուսաստանի բավականին տարբեր է։ Ես կարծում եմ, որ նախ շքերթանելու բան չունես, դաժե կեղծ հաղթանակը, ասենք որ Տրամպը ասում է հաղթել եմ կամ չգիտեմ Իրանն ասում հաղթել եմ կամ 88 թվին Իրան հաղթանակած Սադամը հայտարարեց Իրանին հաղթել է, Իրանն էլ հայտարարեց որ Իրաքին է հաղթել Սադամի հետ միասին, դաժե այդ տրամաբանությունը մեր մոտ չի կարա լինի, որտեվ 20 թվականին մենք կապիտուլյատիվ զինադադար ենք կնքել, դրանից հետո միայն պարտություններ ենք արձանագրել, ոնց որ դրանից առաջ միայն պարտություններ էինք արձանագրում 8 տարի անընդմեջ, ուրեմն մի փոքրիկ մարտավարական հաղթանակ ստեղ, մի փոքրիկ մարտավարական ընդեղ դա հաղթանակ չի էլի, կարճ ասած մենք միշտ պարտվել ենք ու մենք ինչի համար շքերթանենք, ինչի շքերթանես։ Բայց այսօր էլ Ռուսաստանում կարծես այնպես չի, որ այդ հաղթանակը մոտալուտ է կամ ինչ որ ձև երևում է, ամեն ինչ մշուշոտ է այդ պատերազմում ու լուրջ կորուստների արդյունք Ռուսաստանի համար։ Ես դրա հետ չեմ։ Ռուսաստանը որ հաղթում է կամ ինքը եթե Տրամպի պես հայտարարի, որ հաղթել եմ արդեն, պետք է ուրեմն դադարի զինվորական գործողություն, ռազմական գործողությունները։ Ես դրա հետ չեմ։ Ռուսաստանում տոնում են երկրորդ համաշխարհայինի ավարտը, որի մեջ միանշանակ սովետական միությունը գլխավոր բեռը կրեց։ Սովետական միության անբաժան մաս նաև, ասենք, սովետական Հայաստանն էր։ Սովետական Հայաստանի մասնակիցների թիվը 600 քանի հազար, հայ ազգի եւ սովետական Հայաստանի, եւ 300,000 զոհված ենք ունեցել։ Մեր համար դա բավականին կարեւոր բան էր, էլի, ասենք, իրադարձություն էր, բայց շատ ավելի կարեւոր համարում եմ ռուսական դաշնության համար, որովհետեւ ամենամեծ բեռը կրողներից մեկը եղել է Բելարուսիան, Ռուսաստանը եւ Ուկրաինան։ Եվ իրանք տոնում են հաղթանակ նացիստական Գերմանիայի վրա։ Մենք ինչն ենք տոնում։ Այդ տարբերությունը հսկայական է։ Մենք պարտությունների շարանում նույնիսկ հրաժարվել ենք Շուշիի հաղթանակից։ Լավ, դրանից հետո Շուշին պարտվեցիր, ասենք նույն ձևով գրավեց ինքը, ոնց որ մենք էինք, ասենք, ազատագրել։ Բայց այսօր ներողություն, ես նկատի ունեմ, որ այսօր օրինակ այն պատերազմը, որ վարվում է, դրա ռոպագանդան մասամբ վարվում է նույն լոզունգներով, այսինքն հիշելով այդ վաղեմի զուգահեռներ, սիմվոլիկ զուգահեռներ։ Հիմա որ մենք պատերազմի դաշտում Վարդան Մամիկոնյանի պատկերը դրոշի վրա խփած պատերազմ ենք, այդ ինչ որ ձևով զուգահեռա ավարայր ճակատամարտի հետ ռազմական տեսակետից, միգուցե իդեալոգիչսկի, միգուցե ասենք, բայց շատ բան է, էլի, ասենք, տարբեր։ Այդ պահին է պատերազմը ընթանում, դրան զուգահեռ նաև Ջան, դրա մասին չի խոսքը, ախր խոսքը դրա մասին է, որ իրանք տոնում են երկրորդ համաշխարհայինի ավարտը։ Հիմա իրանք ուրիշ պատերազմներ են արել, որում պարտվել են, Աֆղանստանը։ Իրանք պատերազմ են վարել, որտեղ վրոձե հաղթել են, բայց ասենք հսկայական
քաղաքական կորուստներ են ունեցել խաղաղ պայմաններում, ասենք, ես չեչենական պատերազմները նկատի ունեմ։ Այս պատերազմը չի ավարտվել, բայց այն պատերազմը իրանք տոնում են այն պատերազմի հաղթանակը, ոնց որ մենք կարայինք տոնեինք Շուշի ազատագրման, ասենք, տոնը, որը որ մեր մոտ համակցված էր երկրորդ համաշխարհայինի ավարտի հետ, որովհետև զուգադիպել է ամսի 8-ին 9-ին, ասենք, Շուշին ազատագրվել է, ամսի 8-ին 9-ին երկրորդ համաշխարհայինը ավարտվել է։ Դե ժամերի խնդիր կա, մեկ էլ ամսի 8-ին ամերիկյան եւ անգլիական զորահրամանատարների արչեւ են գերմանացիները նացիստական, ասենք, Վերմախտի ղեկավարները, ոնց որ ասած, ստորագրել, սովետը պնդեց, որ մի հատ էլ ստորագրեն իր ներկայությամբ։ Եվ ամերիկացին ու անգլիացին գիտակցելով, որ ամենաուժեղ բանակը Ռուսաստանն է, ասենք, այդ վատ ղեկավարում եւ սովետական միությունը եւ ամենամեծ լուման նացիզմի ջախջախման մեջ, ասենք, սովետական պետությունն է ներդրել, իրանք առարկելու բան չգտան։ Եվ 8-9 եղավ Շուշի ազատագրման եւ բանի օրը, բայց մենք Շուշի ազատագրման օրից հրաժարվել ենք պետականորեն եւ շքերթ դրա հետ կապված չենք կարող անցկացնենք։ Եթե մենք շքերթ անցկացնենք, ասենք, բանի հետ, Սարդարապատի հետ կապված, Սարդարապատը բեկում չմցրեց պատերազմական, ասենք, գործողությունների մեջ, ինքը ընդհանրապես սահմանագծեց թուրքերի հաջողությունները։ Թուրքերը դրանից մեզ շրջանցելով գնացին, հասան իրանց ցանկությանը, կոտորած արեցին հայերի, Բաքվում նկատի ունեմ, մեզ շրջանցելով իրանք գնացին Վրաստանն էլ մի քիչ մտան, ջախջախեցին, ասենք, բանի բոլշևիստական Բաքվի եւ անգլիական զորքերի զորախումբը եւ մտան Բաքու։ То есть իրանք իրանց խնդիրները լուծին, մենք հաղթանակ ճակատամարտում ենք տարել, չէ՞, ասենք, ոնց որ Շուշիում։ Բայց միևնույն ժամանակ Շուշի բանը այսօրվա հետ կապված ինքը ավելի կարևոր էր, որովհետեւ Շուշի մասնակիցները դեռ կան, Շուշին դեռ թարմ է, հետն էլ բավականին այնս լավ ապտակ ստացանք, նույն ձևով թուրքը գրավեց, նույն ձևով, ոնց որ մենք ազատագրել էինք։ Եթե շքերթ լինի անկախության քվեարկության օրը, ինչ որտեղ ընդունելի է, որովհետև, ասենք, անկախության հռչակումը Հայաստանի Հանրապետության այսօրվա Հայաստանի Հանրապետության սեպտեմբերի 21-ին քվեարկություն ա եղել, բոլորը չէ, բայց գերիշխող մեծամասնությունը բանա կողմա քվեարկել եւ անկախության հիմքը հենց հանրակրվենա։ Դրա հիման վրա ինչ որտեղ շքերթ ինչ որտեղ, բայց եթե ռազմական հաստատ առանց ռազմական տեխնիկա էլի, ասենք, եթե ռազմական բաղադրիչ էլ ունենա, իսկ Ռուսաստանը տոնում է բանը, շատ են հիմա Ռուսաստանի վրա բանանում խոսում այդ առումով։ Ես Ռուսաստանի պաշտպանը չեմ, ուղղակի մի քիչ եկեք տրամաբանորեն, էլի, գիտեք, որ ամեն տարի պետության Անգլիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, իսկ երբեմն նույնիսկ Գերմանիայի ղեկավարները հավաքվում են Նորմանդիայում տոնելու Նորմանդիայի, ասենք, բանը օպերացիայի օրը։ Իսկ նույնանման շքերթային շքերթել են անում, նույնանման չէ, որտեվ իրանք այդքան զորք չունեն, ասենք, իրանք պլաց բանակի, ասենք, հոգեբանություն չունեն, ինչ որ ունեն ռուսը, ինչ որ ունի բանը հայը, որը որ միջև վերջ չի կարում հրաժարվել։ Բայց գերմանացիները չէ մասամբ ունեն այդ տրամաբանությունը։ Գերմանացին ունի, բայց գերմանացին այդտեղ հրավիրյալ է, ինքը պարտվածն է։ Ինքը այդտեղ պարտվածն է այդ օպերացիայի մեջ։ Ասեմ ավելին, Անգլիան երբ սովետական միությունը, ռուսական կայսրությունը վերածվեց սովետական միության եւ սովետական միությունից վերածվեց Ռուսաստանի Դաշնությանը, այդ վերջի իր ձևափոխումներից հետո սկսել է բանում Ղրիմում
Ուկրաինայի սկզբից տարածքում կամ Ուկրաինայի իշխանության տակ եղած վաղ, իսկ հետո արդեն Ռուսաստանի իշխանության տակ եղած առաջի 2-3 տարին դեռ շարունակվում էր Բալակլավայի օպերացիան էին տոնում եւ ասենք անգլիական արիստոկրատիայի հեծելա զորային գնդի մեջ ասենք հսկայական կորուստ տալն էին նշում գալիս էին թագավորական ընտանիքից, տարբեր արիստոկրատ, ասենք ընտանիքներից, ասենք բանից Անգլիայից եւ հարգանքի տուրք էին մատուցում։ Դրա մեջ վատ բան չկա։ Ուղղակի որ ռուսն անում, ռուսնի հետ պայքարի մեջ են մտել 14 թվականից, Իրան ասենք ամեն ինչը, նույնիսկ այն ինչ որ իրանք են անում, որպես մեղադրական, որպես սխալ, sense բաներ են ներկայացնում։ Ես կարծում եմ ռուսը իրավունք ունի, ասենք Ռուսաստանի Դաշնությունը, ասելով հավաքական եմ ասում նշելու, ասեմ ավելին ցանկացած այդ նախկին սովետական միություն, ցանկացած երկիր, որը սովետական զորքերի օգնությամբ ազատագրվել, ցանկացած երկիր, որը նացիզմից տուժել է, ցանկացած երկիր, ում բնակչությունը գիտակցում է, որ մարդակերությունը ինչ վատ բան է, եւ մարդակերական, ասենք կայսրության հերը անիծելու օրը նշելը, ասենք նորմալ եմ համարում։ Բայց այդ նացիզմից, նացիստական լծից, այսպես ասած, ազատագրված այդ արևելյան Եվրոպայի երկրները այդ խորհրդային միության մուտքը համարում են ոչ թե ազատագրում, այլ ռեօկուպացիա։ Դա քաղաքական բան է, ասենք, քաղաքականացված մոտեցումներ են, բոլորը չեն այդպես։ Հարկադրաբար մտցվել է սոցիալիստական ճամբարի մեջ, ես կարծում եմ, որ էլի ռեալ։ Բոլորը չեն այդպես, էլի, ասենք, համենայն դեպս դա սովետական ազդեցության գոտում էին իրանք գտնվում, բայց դրանից այն մարդիկ, ովքեր որ տուժել են նացիզմից, իրանց ծնողները սկզբից, իսկ հիմա արդեն սերունդ է եկել, որ հասուն մարդիկ արդեն իրանց պապիներն են տուժել։ Նույնիսկ չէ՞ որ մարդիկ դեբիլ են ու շատ կարճ հիշողություն։ Մենք ենք մի քիչ դեբիլոտ, փորձում ենք ինադու մոռանանք։ Ոնց որ ճապոնացին է դեբիլոտ, ասենք մոռանալու առումով վիզա դրել, որ ոչ մեկ չհիշի Ճապոնիայում, թե ով է իրան միջուկային զենքով ռմբակոծել։ Ես հիմա ռուսական նարատիվներ եմ առաջ տանում, ասենք, ոչ, համամարտկային։ Եթե համամարտկայինի մեջ ռուսը նմանատիպ բան ասում այդ համամարտկայինի հետ զուգահեռ, դա չեղավ որ ավելի շուտ ռուսն է կրկնում, ասենք իմ նարատիվները։ Նացիզմը դա չարիք էր, մարդակերությունը դա չարիք է։ Բանը մարդակերություն երևի փոխաբերական իմաստով։ Փոխաբերական, դե համարյա անմիջական էլի։ Նացիստները ինչ էին անում։ Մենք եթե ժամանակին ասենք վկա լինեինք ոնց են մարդակերությունը պատժում, թուրքերի մարդակերությունը, հայկական ցեղասպանությունը նկատի ունեմ, կամ հայկական ջարդերը, որ 300,000 հայ ջարդ ենթարկվեց, եթե պատժվեր Աբդուլհամիդը, չէր լինի, ասենք Ադանայի կոտորածը 30,000 հոգի, չէր լինի, ասենք առաջի համաշխարհայինի ժամանակ հայերի կոտորածը, ու մենք վկա կլինենք ոնց են պատժում մարդակերին ու չէր լինի նացիստական Գերմանիան կամ էլ նացիստական Գերմանիան եթե ինչ-ինչ պատճառով էլի ձևավորվեր այդքան մարդակերական չէր լինի բանը ոչ ալտերնատիվ պետությունները քաղաքական ուժերը իրանք չափազանց լկտի են, չափազանց, ով ունի մեծամասնություն, իշխող մեծամասնություն պարլամենտում, իրանք մի ուրիշ ձևի լկտի անում են, ու վաղ թե ուշ սկսում են սահմանափակել, ասենք, բաներին, փոքր տոկոս ունեցող քաղաքական ուժերին, եւ օրերից մի օր լրիվ են արգելում։ Մենք դրականակ տեսել ենք Հայաստանի Հանրապետությունում 90-ական թվականներից առ այսօր մենք տեսել ենք ոնց են ապոզիցիային ցանկացած խելամիտ առաջարկ, ասենք, բան անում, վեկալում ջնջում, որովհետև ասենք ասել է ապոզիցիան։ Ապոզիցիային իջեցնելով, միտումնավոր իջեցնելով, ասենք ստատիստների աթոռի սեղանի կարգավիճակի։ Դա շատ վատ է, նացիզմը դրա վրա ուժ հավաքեց, երբ որ ինքը մեծամասնություն ստացավ Ռեխստագում։
սկսեց սոցիալ-դեմոկրատներին, մարդակերությունը չարիք է։ Հիմա մարդակերության հաղթանակը, մարդակերության վրա հաղթանակը պետք է տոնվի, միանշանակ պետք է տոնվի։ Եթե ուզում եք իմանաք, ասենք, բանի կապիտուլյացիվ պայմանագրի ստորագրությունը Թուրքիայի, որ ինքը ստորագրել էր, սկզբից Մուդրոսի պայմանագիրը զինադադարի վերաբերյալ, հետո Լոզանի պայմանագիրը, այդ պայմանագրերի օրերը մենք պետք է Հայաստանում նշենք, որովհետև մարդակերական Թուրքիան պարտվեց, մարդակերական, հասկանում եք, կանիբալիստական։ Բայց որ այսօր այդ պայմանագրի հետ արդյունքները չունեն։ Կապ չունի, որ արդյունք ունես թե չունես, բայց պարտվել է չարիքը, սատանայությունն է պարտվել, սատանայապաշտությունը, մարդկային, ասենք, բանը եկեղեցին, որ սենց 1000 տարի մարդու մեջ մտցնում է, որ եղի բարի, մի ցանկացի ոչ մեկին այն ինչ որ չես ցանկանում քեզ պատահի բան, այդ ամեն ինչը կոդրեց, ասենք, եկեղեցու կողմից ներդրված նացիզմը մցրեց գաղափար, թուրքերն էլ նացիզմից առաջ, որ մարդը մարդուն, ասենք, գիշատիչ կենթանի է, ոչ թե մարդը մարդու բարեկամն է, ով ում կերավ։ Հիմա այդ հոգեբանությունը, ասենք, այդ հոգեբանությունով սկզբից քաղաքականապես իշխող, հետո ոչնչացրած, ասենք, ապոզիցիային աբսոլյուտ 100%-անոց գաղափարախոսության հիման վրա, մարդակերության հիման վրա կառուցված պետությունը, որ պարտվել է, տոնել պետք է, միանշանակ։ Ես ինքս լինելով ազգայնական, ես այդ ծայրահեղ ազգայնականությունը բացարձակ չեմ ընդունում, ու ինքը կապ չունի ազգայնականության հետ, հələ մի քիչ էլ համբերեք, ազգայնամոլությունը, ցանկացած մոլություն վատ բան է, ամենը լիբերալ չէ, լիբերաստ իշխանություն է, լիբերտարիանство էլ չի էդի բանը, այսօրով Ֆրանսիաներում ու եսին որտեղներում, ասենք, իշխող, հələ մի քիչ Հայաստանի պես ելնեն, ասենք, վաղ թե ուշ իրանք էլ կգան նացիզմի այդ մարդակերական ճանապարհը, բանը սահմանը կհատեն, որովհետև մշտապես մեծամասնական բան ունենալ ու без կոնտրոլնի իշխանություն չունենալ, հակակշիռների բան, ասենք, գործիքներ, ոնց որ, ասենք, մեր մոտ է ձևավորվել դատարան, չգիտեմ, պարլամենտ, գործադիր, սա մի մարդու կամ լավ մի մարդու չէ, մի իշխանության ձև, վաղ թե ուշ բերելու է նման չարիքի, վաղ թե ուշ, ուզում ես բանը մարսիանների կողմնակից եղի, ուզում ես, չգիտեմ, ինչի կողմնակից եղի, ազգայնականության կամ հակազգայնականության, բանը եկեղեցական եղի, ասենք, ֆանատիկոս քրիստոնյա եղի, կամ էլ ոնց որ հիմա է եկեղեցուն դեմ պայքարող, վաղ թե ուշ դա բերելու է մարդակերության։ Այսպես շարունակենք, հասնելու ենք, սկսել ենք խոսել արդեն նացիզմի հաղթանակի պատճառների մասին Գերմանիայում, բայց եկեք ուզում եմ վերադառնանք բուն հարցին։ Հիմա բուն հարցին եթե վերադառնանք, մի քիչ երկար բան արեցի, բայց պետք է հասկանանք, էլի, ասենք, որտեղից է գալի ու եթե ճիշտ բան անում ռուսը, թեկուզ մենք հակառուսական բանը դրոշ չենք բարձրացնում, բայց հակա չէ, պրոռուսական դրոշը հաստատ գցել են գետնին ու էդի մեծ դեր է խաղացել Ռուսաստանի իշխանությունները մեր նկատմամբ վերաբերմունքը բան, բայց եթե ինքը ինչ-որ սխալ բան արել մեր նկատմամբ ու շատ սխալ բաներ արել մեր նկատմամբ, եթե ինքը ասում է մեկին գումարած 1, դա 2 է, մենք պետք է դրա դեմ ընդդիմանանք, իհարկե ոչ։ Ինչ վերաբերվում է, ասենք, դուք պետք է անեն իրանք պարադներ, եթե համարում են, որ պիտի անեն։ Ոնց որ անգլիացիք բանը պիտի անեն Նորմանդիայի օպերացիայի օրը նշեն, որովհետև Նորմանդիայի բանը իրանք դեսանտային օպերացիայով բանա սկսեցին արևմուտքում, արևմտյան Եվրոպայում նացիզմի կործանումը։ Իսկ միջև նորից էլի այդ նույն թեման շարունակելով նոր անդրադառնանք այդ բուն թեմային, իսկ ինչ է կարծում եք, օրինակ Դյունկերկի օրը նշեն գերմանացիները այսօր նորմալ է, եթե իրանք պարտվել են, բայց ճակատամարտ ունեն հաղթած ու ուզում են նշել։ Կարծում եմ նորմալ
Չի, որովհետև հաղթանակը տարել է այդ անմարտկային ռեժիմը, որը մի մարդու ռեժիմ էր, որը ամբողջությամբ կուլ էր տվել, ասենք սկզբից իր կուսակիցներին, հետո կուսակիցները ամբողջությամբ կուլ տվեցին իրանց երկիրը։ Ինքս, եթե իրանք տոնեն Սեդանում ֆրանսիական զորքի պաշարումն ու կապիտուլյացիայի օրը 1870 թվականին, դա նորմալ կդիտվի, որտեվ դա գերմանական տարբեր պետություններում ծնված, բայց միացյալ Գերմանիայի գաղափարով ապրող մարդկանց տասնյակ տարիների աշխատանքի արդյունք էր։ Նապոլեոն III-ի պաշարումը եւ գրավումը շատ նորմալ պետք է դիտվի, դա կարծում եմ պետք է այտենց լինի։ Գերմանացին էլ ինչ տոն կարա ունենա, միացյալ գերմանացին երևի այդ տոնից բացի ուրիշ տես տոն չունի էլի անելու, լուրջ եմ ասում։ Դրանից հետո իրանք միայն անհաջողություններ են ունեցել, թվացial հաջողություններ մարտի դաշտում, բայց իրականում անհաջողություններ, то есть տակտիկ օպերացիոն կամ ռազմավարական օպերացիաների ժամանակ հաջողություններ են ունեցել, բայց պատերազմներում բոլոր իրանք դրանից հետո պարտվել են։ Լոկալ բաները չհաշված, ասենք Աֆրիկայում արդեն չեմ հիշում Ֆորբենք էր, ինչ էր ազգանունը այդ գերմանացի գնդապետի, անգլիացիներին դավադիտ էր արել, հետո Այդ բանը անապատի աղվեսը։ Չէ, դա երկրորդ համաշխարհայում Ռոմելը, հա։ Իսկ Ֆորբենկը առաջի համաշխարհայում շատ փոքրաթիվ գերմանացիներով, կարծեմ 1000 գերմանացիներով կարում էր սաղ արևմտյան Աֆրիկան, ասենք, պոզերի վրա կայացած վաստնել են Յանեսյան, էլի պարտիզանական գործողություններ էր անում եւ հավաքագրել էր, կարծեմ 1.5 տասնյակ հազար սևամորթ տեղաբնակների եւ կարողացել էր Անգլիային եսիմի ինչ վիճակի բերել, բայց վերջում ասենք այդ Տանգանիկան իրանց Գերմանիայից խլեցին, որտեղ առաջի համաշխարհայինում իրանք պարտվել էին, իրանցից խլեցին, ասենք Նամիբիան, առաջի համաշխարհայինում պարտվելու արդյունքում, то есть տակտիկական հաջողությունները հաշիվ չի, իսկ տակտիկական հաջողություն, որը բերում է ստրատեգիայում հաջողության եւ պատերազմում, ասենք լուրջ բեկում ամցնում կամ էլ բանանում, Գերմանիան կարա նշի հենց կոնկրետ Սեդանի տարածքում Նապոլեոնի շրջապատումը։ Հիմա եթե գանք ռուսներին այդ տեխնիկական բանը, տեխնիկան երևի մի քիչ ուշքի են եկել, որովհետև այդ ռուսերեն բառ կա բրյացանի оружие, որը ինքը հանում է զրահատեխնիկայով ֆռսնում ասենք, դա հիմնականում այդ պլաց բանակի հոգեբանություն ունեցող ժողովուրդների համար է կամ իրանց կառավարությունների համար է, որ իրանց ժողովրդին ստիպում են այդ ուղղության վրա քայլեն, դե ժողովրդի մի մասն էլ զինված ուժերն են։ Եթե ինքը հրաժարվում է դրա պատճառով, որ Ուկրաինայի դրոնները կարան գան հասնեն, դա ոչ լավ է, ոչ վատ։ Եթե ինքը գիտակցում է, որ արդեն պետք է դադարի այդ տանկերը կարմիր հրապարակով անցկացնի, այդ ռուս ժողովրդի համար լավ է։ Դա նշանակում է ինքը Ռուսաստանի կառավարությունը մինիմում սկսում է գիտակցել, որ պլաց բանակը պարտվեց Ուկրաինայում եւ հիմա քիչ թե շատ հաջողություններ ունենում, ասենք, ռուսական բանակը, որը պլաց բանակ չի, այլ մարտի դաշտի համար բանակ է։ Ինչը, ասենք, ես մեզ եմ մաղթում, որ մենք մարտի դաշտի համար զինված ուժեր ձևավորենք վերջնականապես, որտեղ միջև հիմա այդ պլաց բանակի, հրապարակային բանակի, շարային քայլող բանակի հոգեբանությունը դեռ մեր մոտ, ասենք, իշխում է։ Տեխնիկան կարա խոցվի ուկրաինական դրոններով, միանշանակ կարա։ Չի բացառվում, որ համել, ասենք, որ ռուսական բանակը մարտի դաշտում ստիպված ու արդեն չի համապատասխանում այդ թույն շքերթներին։ Չինական օրինակ շքերթները, որ ասում են, հələ նայեք ինչ լավ է բան, բայց ինչն է լավ։
բոլորին դուր է գալի մարդկանց, ասենք, լավ պարապածությունը, ոչ մեկին այտենց դուր չի գալի տեխնիկան, որ այդ չինական բանակը անցկացնում է, կամ կորեական, հյուսային կորեական բանակ։ Դա բանա լարվածություն է մտնում, դա լարվածությունն է մտնում նաև քո սեփական ժողովրդի մեջ։ Բայց շատ թույն շարային քայլելը ես երբեք չեմ ողջունել, հա սիրուն է նայվում, հիմա բանա, եթե սենց ասեմ, բանա ձողի շուրջ սիրուն պարում կիսամերկ աղջիկը, դու չես ցանկանա, չէ, որ քո մտերիմ, ասենք, ինչ որ կին արմատը լեզուս պապանձվի, դուստերդ կամ ինչ որ հերո թեկուզ բարեկամ այդ պարողներից մեկին, հա սիրուն է նայում ես, դուրդ գալիս է, բայց քեզ դա չես ցանկանա, չէ։ Նույն ձևով այդ բանա ռազմական տեխնիկայով պարադներն են։ Մի հատ երկու հատ ձևի համար, որ ասենք էս պրոստը մարդիկ չեն քայլում, մի հատ երկու հատ կալյոսնի տանկ ֆռսնես, ոնց որ ֆրանսիական հիմնականում 14 հուլիսի կարծեմ, թե հունիսի, որ անցնում է Բաստիլիայի օրը։ Լրիվ օքեյ է, լրիվ։ Բանը զրահատեխնիկան հանել բան հրապարակ, դա Նիկա Միլֆո էլի, ոնց որ ասում են, 21-րդ դար է էլի վերջապես, ոնց որ ասում են, ասենք դասական բանա տղաները։ Այդ ինձ թվում է դրանով էլ ինչ որ ոգ է կոչելը կամ ոգի տալը, ինչ որ գործողության անցնելու, ինչ որ գործողության դրթելու համար, այս դարում արդեն մի քիչ այդ ինֆորմացիոն ազդեցություն թողնելը մի քիչ ուրիշ բնույթի պիտի լինի, էլի դա։ Մանավանդ այս թուրքերի բանը, թուրքերի զրահատեխնիկայով շքերթները, ինչի մասին են խոսում։ Իրանք ասում են այս բանա, որ խփել եմ սրանով, ասենք, հային, հիմա էս էլ ունեմ, էսրանով էլ կխփեմ։ Ինքը ինչ է մտնում մեր մեջ, լարվածություն, բայց նաև լարվածությունն է մտնում թուրքի մեջ, որ թուրքը պետք է բան անի, այս զենքը կիրառի, մտածում արա, կարող է էլի կռիվելնի արա, էսի հելնայի, հələ ինչ զենքեր է արել, էս ապուշալի եւ արա, կարող է հաղթանա մեր զուգահեռ անընդհատ մեր զենքերն են ակնարկում, չգիտեմ, ստեղից, ընդեղից բերած, ուզում եմ ասեմ, այդ պատերազմական լարվածությունը պահում են, էլի։ Գիտեք ինչ, բանը, նույնիսկ մեր կապիտուլյատիվ պայմանագրից հետո, որ Ալիևը ասում էր Հայաստանը պետք է զինված ուժեր չունենա, սկզբից ասում էր բան, որ Արցախից պետք է զինված ուժերը հանվեն հայկական, չէ՞։ Ու պրիտոմ աֆերիստաբար չէր ասում Հայաստանի Հանրապետության, ասում էր հայկական, որտեղ Արցախի ուժերն էլ են հայկական, Հայաստանի Հանրապետության ուժերն էլ են հայկական։ Հետո ասենք սաղին պիտակավորեց որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժեր, պահանջեց դուրս գա, հետն էլ նա պահանջում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես զինված ուժեր չունենար։ Ասեմ, որ Ճապոնիան, որ պարտվեց միջուկային զենքով, Չինաստանում 1.5 միլիոնանոց բանակ ուներ, Չինաստանի Կվանտունի բանակը, Չինաստանի հարավում ուներ 1 միլիոնանոց բանակ, Ֆիլիպիններում, ոչմ, Ինդոնեզիա, որտեղ ասես, ըստ թվով հաշվում ես, դա երևի մի 100 միլիոն բնակչություն չուներ, բայց այդքան բանակ ուներ, երևի թե։ Իր կապիտուլյացիայի արդյունքում ինքը ունեցավ, կարծեմ 50,000-անոց զինված ուժեր ինքնապաշտպանության։ Նույն ձևով, ասենք, առաջին համաշխարհայինում Գերմանիան պարտվելուց հետո 100,000-անոց բանակ Գերմանիային թույլ տվեցին, որ ինքը ունենա, իրան արգելեցին, որ ինքը ունենա սուզանավեր, ինքնաթիռներ, տանկովի պարկ եւ այլն, եւ այլն, բայց զինված ուժեր, որ պետություն չունենա, այտենց բան ոչ մեկ չի կարա ստանա անգամ կապիտուլյացիայի արդյունքում։ Հակառակ դեպքում ձևավորվելու է պարտիզանական շարժում, որովհետև զինված ուժերի բացակայությունը քո բնակչությունն էլ է լկտի հասնելու, եթե դու լկտի ես, ասենք Ալիև, հետո քո բնակչությունը պետք է լկտի անա, գա երբ ուզի սահմանը հատի, ինչ ուզի անի, իսկ դա բերելու է պարտիզանական, ասենք, շարժումների ու այդ մարդկանց դեմ պայքարի, ով որ ներթափանցում է։ Կարճ ասած, ոչ մեկ բարդակ չի ուզում անգամ հակառակորդի տարածքում խաղաղ քիչ թե շատ իրավիճակում, որովհետև ավելի հեշտ է ղեկավարության հետ պայմանավորվել ու այդ պայմանավորվածությունը, ասենք, պարտված երկիրը պահի։ Հիմա մենք պարտված ենք միանշանակ։ Կապիտուլյացիան ընդունել ենք միանշանակ, կարծում եմ, ոչ։ Կապիտուլյատիվ զինադադար էր Արցախի հետ կապված էլ, ասենք, ինքը կապիտուլյացիա չէր, ինքը կապիտուլյատիվ հանձնվողական, ասենք, զիջողական զինադադար էր, բայց կապիտուլյատիվ կամ կապիտուլյացիոն խաղաղ պայմանագիր ոչ մի դեպքում, ախպեր, հələ մի հատ մեզ իրականում, ասենք, Հայաստանում հաղթի,
որ կարան ասել, չի էլ կարանա։ Հենա Իրանը ցույց է տալի, որ չի կարա։ Իրանից ասենք շատ չէ, մի 100 անգամ ավելի ուժեղ Ամերիկան, հա վնասներ հասցնում է, այո, բայց հաղթանակ տոնել չէ, հաղթանակում է Իրանին ոչ։ Նույն ձևով համոզված չի Ալիևը, որ կարա հաղթանակ ունենա, ասենք բացարձակ ոնց որ ունեցավ 23 թվականին Արցախում։ Թե չէ, ինքը թքած ունի, ասենք, ես իմ բանա լիֆտում ինչ են արել իրար հետ իրանք, ինչ են պայմանավորվել, ինքը թքած ունի այնտեղ Ֆրանսիայի պրեզիդենտի վրա հիշում եք ինչ լցրեն են Նոր Կալեդոնիայում հեղափոխություններ ֆինանսավորում բաներ, ինքը թքած ունի, որովհետև փողը ու անպատժելիությունը բերում է նույն բան, այ ոնց որ քաղաքական դաշտում երկրի ներսում է без կոնտրոլնստը լկտիացնում մարդուն, նույն ձևով ասենք Ալիևը լկտիացել է, բայց ինքը այդ աստիճան ապուշ չէր, որ հատի են սահմանները, որից հետո կբամփեն գլխին։ Թեկուս տակից իր ժողովուրդը, թեկուս արտաքին աշխարհը, թեկուս հայերը, ասենք, մեր հետ արճակատվելուց։ Կարճ ասած, շքերթը նորմալ եմ համարում, մանավանդ ասենք իմ պապաս մեկը կռվել է, մյուսը ոդկա բաներ վնասված էր մի 10 տարի պատերազմը սկսելուց առաջ եւ իրան բանակ չեն զորակոչել, բայց իր եղբայրը, մյուս եղբայրը, կարճ ասած ես երևի մի 11 հոգի մեր մոտակա ազգականներից նախնիներ եմ ունեցել, որոնք այնտեղ կռվել են, Ստալինգրադի վրա կորել է, ասենք իմ ազգականներից մեկը, այն մյուսը զոհվել է Ղրիմում բանա պլեն անգել գերմանացիներին, հետո ազատվել է եւ կռվել է մի ամիս հետո շարք են իրան վերադարձրել եւ նորից կռվել է, էլի մյուս բարեկամտուց իմ համար դա տոն է, sense-տենց։ Ես չեմ հելնում այդ Գեորգիևսկի ես իմ ինչեր չեմ անում, որ չմասնակցեմ ռուսական Կրեմլի պարադին, բայց իմ համար դա տոն է։ Ես չեմ հետում մանումենտ անգամ, բայց իմ համար ուրախ որ նացիզմը, մարդակերությունը պատժվեց։ Չեմ կարծում, որ մարդ կճարվի, որ կասի, չէ, մարդակերությունը որ պատժվեց, դա վատ էր։ Ուղղակի Ռուսաստանի տոնելը չեն ընդունում, որովհետև հիմա Ռուսաստանի հետ արճակատման մեջ են։ Այդ արճակատումը սկսել է 2007 թվականից Պուտինի ելույթից։ Դրանից հետո սկսեցին ռուսական տոների վրա քար գլորել։ Պետք է հիշենք կոնտեքստը, պետք է հասկանանք, ասենք, որտեղից է գալի, որտեղ են ականջները այն, որ երևում է, ասենք, որտեղ են իրանք առաջացել, ինչ գլխի վրա։ Հիմա Հայաստանում էլ շատ բաներ կա, որ բանա եվրո այս բաների արշավորդները որ եկան, բան, ես ինչ էյֆորիա էր, խնդալս գալիս է։ Շատ ավելի, ասենք, լուրջ հավակնություններ ունեցող երկրներ Եվրոպա չեն ընդունվում, ասենք, որովհետև չեն ընդունվում ու վերջ։ Իսկ մենք սահման չունենք իրանց հետ, նույնիսկ ասենք ծովով բաժանված սահման չունենք, ասենք ոնց որ վրացիները, մենք ինչի վրա ենք հույս դրել։ Միակ հույսը, որ դու պետք է դնես, դա ազգ բանակն է, ով ազգ բանակը կամ ասենք վարքաբեկումը, ասենք գաղափարախոսությունը, կամ ասենք ազգ բանակը բան անում, տանում ասում է հա, որովհետև իրան արևմուտքում ասել են ապուշ, դա էժանա վրետ նստելու, դու ուրիշ ձև չես կարա, ու տանում խալուտակ պահում է, որովհետև ազգ բանակ դա նշանակում արդեն չես կարա բան անես, աբսոլյուտնի մանարխի նման, ասենք, ինչ ուզես անես։ Ազգ բանակը դա նշանակում է վերից վար բոլորի կողմից վստահություն հրամանատարությանը։ Երևի պատճառը այն է, որ արդեն 3 տարի կլինի ազգ բանակի բաները համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի, ասենք, փաստաթղթերը ընդունել են, բան են արել, սաղ ասել են, սաղ ճիշտ է, անգլիական ես ով է եկե ասել է սաղ ճիշտ է, ֆրանսիական, ամերիկյան սաղ ասել են սաղ ճիշտ է, իրանք էլ են ասել, հա, ճիշտ է, ու տարի խալուտակ են պահել։ Կարճ ասած, ով ազգ բանակին դեմ է, ես իրա հայերի համար ազգ բանակը անհրաժեշտություն է։ Հուսամ էսի չեք կդրի։ Շնորհակալ եմ շատ պարոն Վարդանոց դրույթի համար, մեր եթերաժամանակը ցավոք ավարտին է մոտեցել։ Դաժե անցել է մեկ է, հա։
Եվ այսքանով ավարտենք, շնորհակալություն հայտնենք նաև մեր ռադիոդիտողներին եւ ռադիո լսողներին, դուք դիտում եւ լսում եք Գործար ալիքը, եթերում է հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Գաբրիելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը, ստեսություն։